Որքան շատ եմ խնդրել, փնտրել ու բախել, բայց չէ, չի տրվել, չի գտնվել ու չի բացվել։ Խնդրանքս վերաբերում էր ու է ապագայիս, բախտիս, հարուստ լինելու երազանքներիս։ Փնտրում էի ու եմ երջանկություն, անհոգություն, հարստություն, լավ ամուսին կամ կին, բախում եմ դռներ, աջ ու ձախ, վերև ու ներքև, բայց ժամանակն անցնում է, տարիքս առաջանում, հնարավորություններս նվազում և ինձ չի տրվում, և ես չեմ գտնում և չեմ ստանում։ Իհարկե, կան նաև խնդրողներ, փնտրողներ ու բախողներ, որոնց նկատմամբ Տերը ողորմած է, գթած, և նրանք ի տրիտուր հանապազտ աղոթում են, գովաբանում ու օրհներգում են Տիրոջը։ Իրականում Տերն ունի այդ խոստումը, որը տրվում է Մատթեոսի ավետարանում. «Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի»։ Տեր Հիսուս Քրիստոս առանձնացնում է 3 կարևոր գործառույթ մեր կյանքում. խնդրելու, փնտրելու և բախելու գործառույթները։ Եվ եթե մենք այս 3 գործառույթները դիտարկենք հոգևոր կյանքից դուրս, ապա պիտի տեսնենք, որ մարդ արարածը իր ամբողջ կյանքում, անկախ նրանից, թե ինքը հոգևոր արժեքների դավանող է, դավանող չէ, ինքը իր կյանքից ամբողջ ընթացքում այդ 3 գործառույթները իրականացնում է. խնդրում է, փնտրում է և բախում է։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից տրված այս պատգամը մեզ ապրելու ձև է, հոգևոր կյանքում ապրելու ձև է և ապրելու լավագույն միջոցն է, որովհետև ցավոք սրտի մեր այսօրվա իրականությունն այնպիսին է և աշխարհն այնպիսին է, որ մենք գնում ենք մեծավ մասամբ և բացառապես նյութի հետևից։ Մենք մարդիկս հիմնականում նույնիսկ մեր աղոթների մեջ խնդրում ենք նյութական արժեքներ։ Խնդրում ենք, որպեսզի Աստված մեր նյութական կյանքը, մեր ֆիզիկական կյանքը բարելավի մեզ նյութական հարստություն տալով։ Եվ երբեմն մեր խնդրանքի մեջ, որպես աղոթք, մենք Աստծո հետ առևտուր ենք անում։ Շատ հաճախ մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր որ Աստծուն աղոթելիս դիմում են Աստծուն, որ այս կամ այն նյութական նեղությունից, դժվարություններից իրեն դուրս բերի և ինչ-որ ձևով խոստանում են մատաղ անել կամ ինչ-որ դրանից հետո բարեգործություն անել։ Անշուշտ Տիրոջ խոստումն է «Խնդրեցեք և կտրվի», խոստում, որը գործում է աշխարհի բոլոր մոտ ու հեռու անկյուններում, բոլոր մարդկանց համար ու բոլոր պահերին, բայց հոգևոր հայրերն ասում են, որ խնդրելու այս աղոթքն անընդունելի է, երբ մարդ արարածն իր կյանքից ներս Աստծուց պիտի խնդրի ոչ թե նյութականը, այլ նախ և առաջ պիտի խնդրի հոգևորը, հոգևոր բարիքներ, հոգևոր պտուղներ, հոգևոր հարստություն ու առատություն, հոգևոր օրհնություն։ Մեկնիչ հայրերն իրենց այս մեկնությունները բնականաբար հիմնավորում են Տիրոջ խոսքերով։ Տեր Հիսուս Քրիստոս շատ կարևոր մեզ մի օրինակ է տալիս, ասելով. նախ ձեր կյանքում փնտրեցեք Աստծո արքայությունն ու արդարությունը, հետո մնացածն ամեն ինչը կտրվի ձեզ։ Ցավոք սրտի մենք մարդիկս մոռանում ենք այս կյանքում, որ մենք միայն նյութ չենք։ Մենք մոռանում ենք, որ մեր այս նյութական մարմնին կենդանություն տվողը հոգին է։ Եվ մենք մեր կյանքում ոչ թե միայն նյութականը պիտի փնտրենք, այլ նախ եւ առաջ հոգևորը պիտի փնտրենք, որովհետեւ մեր այս նյութեղեն մարմինը ապրում է, հասակ է առնում հոգու զորությամբ եւ միայն նյութականի ետևից գնալը, միայն նյութական կյանքը ապահովելը մեզ մարդկանցս կտրում է մեր արարչից, մեր Աստծուց։ Եվ հետևաբար Տեր Հիսուս Քրիստոսի այս 3 պատգամները՝ խնդրեցեք, փնտրեցեք եւ բախեցեք, հոգևոր իրականության են վերաբերում։ Սրանք հոգևոր արժեքներ են։ Եվ մենք անդադար պիտի խնդրենք մեր աղոթքի մեջ, խնդրենք, որպեսզի Աստված մեզ մարդկանցս
նախ մեր սխալները ների, ապա խնդրենք, որպեսզի Աստված այդ ներումի ճանապարհով մեզ այդ որդեգրության պատիվը տա, որովհետև յուրաքանչյուր մարդ այս աշխարհում, ինչպես որ Սուրբ Գիրքն է փաստում, չկա մարդ, որ ապրի այս աշխարհում եւ չմեղանչի։ Եվ մեղանչելու ճանապարհին երբեմն մենք պիտի կանգ առնենք, եւ կանգ առնելով մենք պիտի կարողանանք Աստծուն դառնալ, Աստծուց ներողություն խնդրել հանապաս։ Այնուհետև խնդրել հոգևոր բարիքներ, որպեսզի երբ որ Աստված սրբի եւ մաքրի մեր հոգին, մեր միտքը, մեր սիրտը չարի բոլոր կապանքներից, խնդրենք, որպեսզի Աստված հոգևոր բարիքներով, հոգևոր պտուղներով լցնի մեր կյանքը, որպես բարի սերմնացան մեր սրտի եւ մեր հոգու մեջ, բարի սեր մեր սերմանի, որպեսզի մենք կարողանանք այդ սերմերը նաև պտղաբեր դարձնել բարի իմաստով, բարի գործերով եւ Աստծուն հաճելի կյանք ապրելով։ Փնտրեցեք եւ կգտնեք, ասում է Տերը։ Ինչ ենք փնտրում մենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Գիտակցված է արդյոք մեր փնտրտուքը։ Մեզ անհրաժեշտ ենք արդյոք փնտրում։ Մեր որոնումներում մենք խոհեմ ենք, սթափ ենք, զգոն ենք, թե երազել ենք, որ պիտի փնտրենք ու անպայման գտնենք։ Այլապես կարող ենք քավլիցի հանիրավի մեղադրել Աստծուն, որ չենք կարողանում գտնել ու մխիթարվել, բայց ոչ երբեք մտածել, որ մեր փնտրածը բնորոշում է մեզ, այն մեր ներսի պրոյեկտումն է արտաքին շղարշների վրա եւ մտորումների խարիսխը։ Մենք ի վերջո գրեթե նույն բանն ենք փնտրում, առաջին տեղում ամրագրելով նյութականը, աշխարհիկը, արտոնին ապահովվածությունն ու հարմարավետությունը։ Արդյոք Տերը հենց դա է պատվիրել փնտրել ասելով. Տիրոջ խոսքը միթե այդքան կենցաղային կարող է լինել։ Մենք մեր փնտրտուքի ճանապարհին երբեմն կամ հաճախ գայթակղվում ենք, կտրվելով Տիրոջ խոսքից, կամա թե ակամա տրվում այնպիսի սպասումների, որոնք որևէ աղերս չունեն Տիրոջ փնտրելու պատվիրանի հետ։ Ամեն մարդ էլ իր կյանքում որոշակի բաներ է փնտրում։ Մարդիկ կան նյութական են փնտրում, մարդիկ կան հոգևոր են փնտրում, եւ մարդիկ էլ կան, որ այս երկու իրականությունները փնտրում են։ Տեր Հիսուս Քրիստոս հստակ շեշտադրում ունի ասելով, որ մարդ հարարածը միայն հացով չէ, որ պիտի ապրի, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Տիրոջ բերանից։ Եվ հետեւաբար սա կոչ է մեզ, որպեսզի մենք մեր կյանքից ներս փնտրենք Աստծո ներկայությունը։ Եվ այդ փնտրտուքի ճանապարհը հստակ եւ ճշմարիտ կերպով Տեր Աստված ուղենշել է իր հիմնադրած Սուրբ Եկեղեցու միջոցով։ Ցավոք սրտի Աստված փնտրտուքի ճանապարհին շատ ու շատ մարդիկ մոլորության մեջ են ընկնում։ Տարբեր աղանդներ, տարբեր կրոնական կազմակերպություններ մարդկանց առաջարկում են փրկության այլ ճանապարհ։ Փրկության այնպիսի ճանապարհ, որը իրականության մեջ ոչ թե փրկության է առաջնորդում, այլ կործանման է առաջնորդում։ Քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունը եւ այս падգամը, որ Տեր Հիսուս մեզ ասում է փնտրեցեք, Աստծո սիրո փնտրտուքի մասին է խոսում, որովհետեւ նախ եւ առաջ մարդը պիտի կարողանա տեսնել Աստծո սերը իր կյանքից ներս, փնտրել եւ գտնել այդ սերը, որովհետեւ քրիստոնեական մեր ճշմարիտ հավատքը ամբողջությամբ ծայրի ծայրոս սիրո մասին է։ Աստծո սիրո մասինն է մարդու նկատմամբ։ Եվ այդ սիրո դրսևորումները յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր օր տեսնում է։ Աստծո ամենամեծ սիրո դրսևորումը ամեն մեկիս կյանքում օրն է, որ տրվում է մեզ։ Եվ մենք չենք արթնանում մեր կամքի համաձայն։ Մենք արթնանում ենք Աստծո սիրո իբրև արտահայտություն։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոս մեզ սովորեցնում է ասելով. Աստված իր արևը ծագեցնում է արդարի եւ մեղավորի վրա։ Եվ մենք պարզապես պիտի կարողանանք այդ սերը փնտրել եւ վառել մեր հոգուց ներս, մեր սրտից ներս, մեր մտքից ներս, եւ այդ սերը դրսեւորել մեր գործերից ներս, մարդուն սիրելով, որովհետեւ ինչպես որ Սուրբ Գիրքն է սովորեցնում, այն մարդը, որ մարդուն չի սիրում, որին տեսնում է, երբեք ու երբեք չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։ Հետևաբար, որpիսի մենք կարողանանք Աստծո սերը հասկանալ եւ Աստծո սերը մեր կյանքից ներս դրսեւորել, մենք նախ եւ առաջ պիտի փնտրենք այդ սերը։ Մենք պիտի նախ եւ առաջ
Աստծուց խնդրենք, որպեսզի մեր հոգիներից ներս վառ պահի այդ սիրո հանդեպ, այդ օրհնության հանդեպ, այդ փնտրտուքը, աղոթքի ճանապարհով, խաղաղության ճանապարհով, խոնարհության ճանապարհով։ Սիրելու համար մարդուց ջիք ու ջանք է պահանջվում։ Եվ ճշմարտապես կարող է սիրել մարդուն այն մարդը, ով որ հոգով ուժեղ է եւ հավատքի մեջ անսասան է, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս մեզ հստակ մի պատվեր է տալիս սիրելու թշնամիներին, օրհնելու անիծողներին։ Իսկ մենք կարող ենք սիրել թշնամուն, եթե մենք այդ հոգևոր ուժը ունենք։ Եվ մենք կարող ենք ներել մեր թշնամուն, եթե մենք կատարելապես լցված ենք Աստծո սիրով։ Եվ Քրիստոսի կյանքի օրինակը մեր աչքի առաջ ունենք, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս սիրո եւս մեկ դրսևորում տվեց հենց խաչափայտի վրա, ասելով, որ հայր ներիր սրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Եվ հետեւաբար մենք պիտի ոչ թե նյութական բարիքներ փնտրենք, այլ պիտի փնտրենք հոգևոր բարիքներ։ Հոգևոր ամենամեծ բարիքներ են Աստծո սերը, Աստծո ներկայությունը մեր կյանքում, Աստծո խոսքը, որը սկզբից էր, Աստծո արքայությունն ու արդարությունը, որ մեզ քարոզում է Տերը, քարոզում են ավետարանն ու եկեղեցու հայրերը, անշուշտ մարդս նաև հացիվ, բայց հոգևոր հացի կարիքն ավելի ընդգծված է ու էական։ Աստծո խոստացածը հոգևորն ու նյութականը հավասարակշռելու լավագույն հնարավորությունն է, դրանով ճիշտ առաջնորդվելու մղումը, նյութական ու հոգևոր նվաճումների առհավատչան, այս ամենը խոնարհ փնտրելու եւ գտնելու հավանականությունը եւ որ շատ կարեւոր է, ավելիով վարձահատույց լինելու բարեխնամությունը։ Տեր Հիսուս Քրիստոս նաև սովորեցնում է ասելով, որ երկնքի արքայությունը դրսից չի գալիս, երկնքի արքայությունը մեր մեջ է։ Սակայն մենք մարդիկը շատ հաճախ մեր ապրած կյանքով, մեր մեղսագործ վիճակով այդ հոգևոր արքայության, երկնքի արքայության այդ ներկայությունը վանում ենք ինքներս մեր կյանքից։ Եվ մենք մեզ դուրս ենք դնում այդ արքայությունից եւ մեր հոգու մեջ, մեր սրտի մեջ նյութական արժեքներ փնտրելով, նյութական մեղքերի ետևից գնալով, այս աշխարհի հոգսերի եւ այս աշխարհի խնդիրներին տուրք տալով եւ այս աշխարհի կյանքով ապրելով միայն մենք մեր միջից հանում ենք այդ Աստծո արքայությունը։ Եվ սակայն նախ մենք պիտի այդ Աստծո արքայությունը փնտրենք մեր կյանքից ներս, գտնենք այդ Աստծո արքայությամբ լիանանք մեր ներսում եւ ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսը պատվիրում մեզ, մնացածը ավելիով պիտի ստանանք մեր կյանքում։ Հետևաբար, եթե նյութական բարիք ենք փնտրում, պիտի հիշենք, որ նախ եւ առաջ պիտի փնտրենք հոգեվոր բարիքներ, պիտի փնտրենք Աստծո ներկայությունը, իսկ մնացածը Տիրոջ խոստումն է, պիտի ավելիով ստանանք։ Համարձակ է ասված ու վստահ, բախիր եւ կբացվի, որովհետեւ ով որ բախի, նրա առաջ կբացվի, բայց քանի հիասթափություններ են արձանագրվել, այդ խոսքն իր գործնական կիրառությունը կարծես հաճախ չի գտնում կյանքում եւ սարերի ու ձորերի, բարձրությունների ու խորությունների հեռավորություն կա ասվածի եւ իրական կյանքում գոյություն ունեցող անդունդի միջև։ Իսկ գիտենք, թե ինչն ենք բախում, ամեն մի պատահական հստակ ուղղորդված եւ մեզ ոչինչ չխոստացող դուռ, թե Տիրոջ մատնացույց արած դուռը ողորմության, որը կբացվի խոստացվածի համաձայն։ Մենք ամեն մեկս մեղքի պատճառով փակում ենք Աստծո ողորմության դուռը մեր համար։ Շատ-շատերի մեջ այնպիսի ընկալում կա, որ մարդ հարարածը ոչ թե ինքն է հեռանում Աստծուց, այլ Աստված է հեռանում իրենից։ Տեր Հիսուս Քրիստոս 100 ոչխարների օրինակով շատ լավ մի պատգամ է տալիս մեզ։ Ասում է, երբ որ մեկը ուներ 100 ոչխար եւ մեկը մոլորվեց, թողեց 99-ին այդ լեռան վրա գնաց փնտրելու մեկին։ Հետևաբար մարդը, երբ որ մոլորության մեջ է, Աստված չէ, որ մեզանից հեռանում է, հակառակը Աստված միշտ փնտրում է մեզ։ Եվ ավետարանիչը սովորեցնում է, որ եթե պատահե այնպես, որ գտնի, պիտի իր ուսերի վրա դնի, բերի եւ
հրավիրի իր հարևաններին, ասի եկեք ինձ հետ ուրախացեք, որովհետև ես գտա իմ մոլորյալ ոչխարին։ Եվ նաև մեկ այլ այսպիսի առակ կա անառակ որդու վերադարձը մեր Տիրոջ կողմից պատմված, երբ որ անառակ որդին որոշում է վերադառնալ իր հոր մոտ, այնտեղ շատ գեղեցիկ է նկարագրում, ասում է հայրը հեռվից տեսավ, որ իր որդին գալիս է եւ ընդառաջ գնաց նրան։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Աստված միշտ մեղավորին սպասում է, մեղավորի զղջումին է սպասում, մեղավորի վերադարձին է սպասում։ Մեղավորի համար բաց են բոլոր փակ դռները, եթե նա զղջացել է ու վերադարձել։ Ավետարանական դրվագները ցուցանում են, որ դռներն իսկապես բացվելու համար են, եթե կա անկեղծ զղջում եւ հաստատ վերադարձ։ Գուցե երբեմն այդ դուռն անձուկ է, նեղ, դժվար անցանելի, բայց որ բացվելու համար է, վկայում է Սուրբ Գիրքը, հիշեցնելով, որ հեռացողն ու դուռը փակողը ոչ թե դեռն է, այլ մարդը իր մեղավոր կեցվածքով։ Մենք, երբ որ սխալներ են գործում, մեղքեր են գործում, ոչ թե Աստված է հեռանում մեզանից, այլ մենք ենք մեզ հեռացնում Աստծուց։ Եվ փակում ենք Աստծո սիրո, Աստծո գթության, Աստծո ողորմության դռները մեր առաջ։ Հետևաբար այս կոչը այն մասին է, որ պիտի մենք նախ եւ առաջ զղջում ունենանք։ Ինչպես որ անառակ որդին զղջաց ասելով. «Իմ հոր տան մեջ բազում ծառաներ կան, որոնք կոնե լի ստամոքսով, լի որովայնով են ապրում։ Գնամ հորս տուն, ասեմ, որ այլևս արժանի չեմ քո որդին լինելու»։ Սա անառակ որդու զղջման դրսևորումն էր։ Եվ մենք էլ պիտի կարողանանք այդ զղջումը ունենալ մեր կյանքից ներս եւ ընդառաջ գնանք Աստծուն։ Եվ աղոթքով, խոնարհությամբ, ծոմապահությամբ, բարի գործեր գործելով, ամենակարևորը համբերատարությամբ բախենք Աստծո ողորմության դուռը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս հստակ ասում է մեզ, որ այդ դռները կբացվեն ձեր առաջ, որովհետև այդ դռների բացվելն անգամ Աստծո սիրո արտահայտությունն է մեր համար, որովհետև մենք բոլորս Աստծո զավակներն ենք։ Անկախ նրանից, թե մենք կյանքում ինչ դեր, ինչ դիրք, հասարակական կամ սոցիալական ինչպիսի աստիճանի վրա ենք, ինչպիսի գիտելիք ունենք, ինչպիսի իմաստություն ունենք կամ չունենք, մեր կյանքից ներս կարևորագույն արժեքը Աստծո համար մեր հոգին է, մեր սիրտն է, մեր միտքն է, եւ Աստված քննում է մեր սիրտը նախ եւ առաջ, մեր հոգին, մեր միտքը, եւ Աստված ուզում է, որպեսզի յուրաքանչյուր մարդ փրկության արժանանա։ Եվ որպեսզի մենք այդ փրկությանը արժանանանք, այդ սիրուն արժանանանք, նախ պիտի մենք բախենք Աստծո արքայության դռները, Աստծո սիրո ողորմածության դռները, Աստծո ներողամտության դռները։ Եվ ինչպես որ Տերն է մեզ խոստանում Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխի 8-րդ համարում, պիտի բացվի այդ ողորմության դռները։ Իսկ այդ ողորմության դռները, երբ որ բացեն մեր առաջ, մենք պիտի վերստին վայելենք այն հոգևոր հարստությունները, որ անառակ որդու նմանությամբ մեղավոր կյանքի մեջ վատնել ենք, եւ պիտի նորից մեզ անառակ որդու նմանությամբ այդ որդեգրության պատիվը տրվի, եւ կրկին ու կրկին մենք պիտի կարողանանք մեր մեջ վերագտնել Աստծո պատկերն ու նմանությունը։